փոխադարձ այցերը որ տեղի ունեցան, սկզբից մեր ադրբեջանցի գործընկերները եկան Հայաստան, հիմա մենք այցելեցինք Ադրբեջան, սա դարձավ այլևս նախաձեռնություն, նախաձեռնությունը կոչվում է խաղաղության կամուրջ նախաձեռնություն եւ մեր նպատակն է այցերը շարունակական լինեն, այսինքն սա ոչ թե մեկ անգամյա ակցիա լինելու, այլ սա լինելու է շարունակական ֆորմատ, լինելու են թե Հայաստան այլ այցեր ադրբեջանացի փորձագետների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների, թե Ադրբեջան այցեր Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների եւ փորձագետների։ Ինչպես տեղյակ եք, սա պատասխան այցներ, որ տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ ադրբեջանական այցինի պատասխան։ Ես համացանցում տեսա, որ բավականին ակտիվ քննարկում էին որոշ տեխնիկական մանրամասներ այցի, մասնավորի այնտեղ ինքնաթիռով գնալը։ Սրա վերաբերյալ միանգամից մի քանի մեկնաբանություն եմ ուզում անել, ուրեմն առաջին մեկնաբանությունը այն է, որ ամեն ինչը արվել է փոխադարձության սկզբունքով, այսինքն ինչպես որ ադրբեջանական կողմից են ներկա գտնվել Հայաստանում եւ եկել են Հայաստան ուղիղ չվերթով ինքնաթիռով, նույն ուրեմն որոշումը կայացվել է իրականացնել նաեւ հայկական կողմից, սա առաջինը։ Երկրորդը ես ուզում եմ նշեմ, որ երևի բոլոր գործընկերների համար կասեմ, որ սա չափազանց պարտավորեցնող է նաեւ մեզ, երբ որ ուրեմն նման քանակությամբ ռեսուրսներ են ներդրվում այս միջոցառումների մեջ, եւ երրորդ բանը, որ կուզեմ ասել այս թեմայով, մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք նաեւ այլ ռեսուրսներ ներգրավել այս նախաձեռնությունները իրականացնելու մեջ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ որպես լինեն, այլ նաեւ միջազգային գործընկերներից, միջազգային կազմակերպություններից, որպեսզի հարկատուների հաշվին տեղի ունեցող միջոցառումների բեռը թեթևացնենք, այսպես ասենք։ Դա ինքնաթիռ հետ կապված, նաեւ նկատեցի բավականին մեծ հարցեր անվտանգության հետ կապված մտահոգությունները, ինչպես որ Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատկան մարմինները ներգրաված էին այցի կազմակերպման եւ անվտանգության ապահովման մեջ, այդ առումով պետք է ասեմ, որ մենք հարցրել ենք իհարկե մեր ադրբեջանցի գործընկերներին, իրենք ինչպես էին իրենց գում Երևանում եւ իրենք պատասխանել են բավականին անվտանգ, նույնը կարող եմ ասել նաեւ մեր մասով, ուրեմն անվտանգության վերաբերյալ։ Ուրեմն ինչպես նշեցի, այցերը շարունակվելու են, այսինքն լինելու են թե հայկական պատվիրակություններ Ադրբեջանում, թե ադրբեջանական պատվիրակություններ Հայաստանում։ Մի քանի ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, եւ որ երևի թե նաեւ չափազանց նորից կարեւոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սրանք այն բառացի ուղիղ մեսեջներն են, որոնք որ ինչպես նշեցի, Ադրբեջանի նախագահի օգնականը մեզ խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը։ Ես ուզում եմ նաեւ մի քանի մեկնաբանություն անել այն արձագանքների հետ կապված, որոնք որ մենք տեսնում ենք թե Հայաստանում իրականում, թե որոշ չափով նաեւ Ադրբեջանում։ Դա բարկությունն է, չվստահությունն է, նեղսերտվածությունն է եւ այլն, ինչը բավականին բնական է մեր գնահատմամբ 35 տարվա նման մակարդակի, նման խորության թշնամանքից, ատելությունից, դեհումանիզացիայից, ապա մարդկայնացումից հետո երևի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միակ կոնֆլիկտը չէ, որտեղ այս ֆենոմենները տեղի ունեցել, բայց ինքը իր ատելության մակարդակով եւ թշնամանքի գեներացման մակարդակով ինչ որ չափով նաեւ այո ունիկալ կոնֆլիկտ է եւ մեզ շատ մեծ աշխատանք է սպասում այդ հարցերը լուծելու եւ այդ զգացողությունները հաղթահարելու ուղղությամբ։ Նորից եմ ուզում կգնել, սա ընդ որում երկկողմանի ֆենոմեն է։ Ես ուզում եմ այսպեսի բան ասել, որ երբ որ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքասարակության ներկայացուցիչներն էին Հայաստանում, մենք տեսանք իրենց նկատմամբ, այսպես իրենց նախկին հայտարարությունների, իրենց նախկին ելույթների, իրենց նախկին գործողությունների վերհանում եւ դրանց հրապարակայնացում ասում այս մարդիկ են խաղաղության կառուցողը, ես ուզում եմ ասել, որ նույն բան եղավ նաեւ մեր հանդեպ Ադրբեջանում, այսինքն երբ որ մեր նախկին հայտարարությունները, պատերազմի օրերին արած հայտարարությունները, պատերազմի օրերին արած գործողություններն էին, այսպես տարբեր ադրբեջանական լրատվականներով եւ տելեգրամ ալիքներով շրջանառում ասում այս մարդիկ են եկել մեր հետ խաղաղություն կառուցելու, ու սա գիտեք բնական ֆենոմեն է, հիմա ոչ մեկ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում երկնքից չի իջե, որպեսզի այսպես նոր խաղաղություն սկսի կառուցել կամ ոչ մեկ ի սկզբանե եկեք անկեղծ խոսենք, էլի, այտենց ամբողջությամբ այդ գծի մեջ մի քանի հոգու բացառություն երևի հաշված չի եղել։ Այնպես որ ակնկալել, որ լինելու են
մարդիկ, ովքեր որ միշտ խոսել են եւ միայն խոսել են հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման մասին, երևի թե միամտություն է եւ այո, ցանկության դեպքում երկու կողմերն էլ դա կարող են գտնել, դա կարող են բարձրաձայնել, հրապարակայնացնել եւ որպես խոչընդոտ ներկայացնել։ Բայց այս առումով ես կարծում եմ, որ մենք հիմա ունենք հնարավորություն։ Այդ հնարավորությունը եւ եթե դուք նկատել եք մեր բոլոր մամլոհաղորդակցությունների մեջ մենք հղում ենք անում օգոստոսի 8-ին եւ Միացյալ Նահանգներում ստորագրված հռչակագրերին եւ պայմանավորվածություններին։ Այդ հնարավորությունը կարմիր գիծ քաշելն է եւ այդ կարմիր գծից այն կողմ աշխատելն է։ Այսինքն եթե մենք հիմա հավերժ գնանք հետ, գնանք անցյալ, գնանք պատմության մեջ, ով երբ ինչ ասել, ով երբ ինչ արել, ով երբ ոնց է վարվել, դա մեր գնահատմամբ ուղղակի ճանապարհ է դեպի ոչ միտեղ եւ այս առումով ես պետք է արձանագրեմ, որ նաեւ կա որոշակի փոխըմբռնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ այս թեմայի վերաբերյալ։ Ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ առնվազն իմ գնահատմամբ այս թեմայի շուրջ կա լուր մեծամասնություն Հայաստանում, որը որ առանձնապես չի արձագանքում կամ ոչ նեգատիվ, ոչ դրական, այսպես սուր էմոցիաներ չի արտահայտում եւ կա բավականին բարձրաձայն փոքրամասնություն, որը որ հերվից հատկապես երևում է իբրև թե այսպես հասարակական ընդվզում է այս թեմայի շուրջ։ Երկու մեկնաբանություն էլ քաղաքական դաշտում տեղ գտած ուրեմն արձագանքների վերաբերյալ ես ուզում եմ արձանագրել, որ այն էմոցիոնալ ֆոնը, որը որ ես նկարագրեցի, որ Հայաստանում կա այդ ուրեմն բարկացվածությունը, նեղսերտվածությունը, անվստահությունը, ինչ որ չափով վախը, ես նկատում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում տարբեր գործիչներ փորձում են ամեն կերպ կապիտալիզացնել, ամեն կերպ օգտագործել իրենց քաղաքական նպատակների իրականացման գործում, ինչը իմ կարծիքով բավականին զազրելի երևույթ է։ Ես նաև այսպիսի մի բան եմ ուզում ասել, սա արդեն իմ անձնական կարծիքն է, գործընկերների անունից չեմ ասում։ Իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում այս պայմանությամբ ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է, որը որ չի հասկանում թե ինքը ինչ է խոսում։ Ես այլ տարբերակ Հայաստանի քաղաքական դաշտում բացատրելու մարդկանց դեմ լինելը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորմանը պարզապես չեմ տեսնում։ Եվ վերջին երկու խոսքը որ կուզեմ ասել, թեմայով հետո կխնդրեմ Տիկին Սուլթանյանը կշարունակի իր բացման խոսքը։ Առաջինը, գիտեք, ես կարծում եմ, որ սովետական միության փլուզումից ի վեր երկու հասարակությունները ունեցել են միայն պատերազմի եւ միայն կոնֆլիկտի փորձառություն եւ մեծ աշխատանք է սպասում համակեցություն ձևավորելու եւ համակեցության որոշակի միջավայր ձևավորելու ճանապարհին եւ հավելեմ սրան, որ նաեւ հենց սովետական միության տարիներին դա իրական համակեցություն եւ իրական բարիդրացիություն չի եղել, որտեղ այդ եղել է կենտրոնի միջոցով կառուցված հարաբերություններ։ Երբ որ մենք իրար հետ հարաբերությունները կառուցել ենք Մոսկվայի միջոցով, մենք իրար հետ հարաբերությունները եւ հարցերը պարզել ենք Մոսկվայի միջոցով, եւ հենց դա էր պատճառը, որ հենց որ սովետական կայսրությունը թուլացավ, հենց միանգամից առաջացավ պատերազմը։ Այսինքն մենք մեր առջև պետք է խնդիր դնենք ընդհանրապես առաջին անգամ մեր համատեղ այս հարևանության պատմության մեջ փորձելու կառուցել առանց կենտրոն զուգահեռ հարաբերությունների մեջ ուրեմն որոշակի համակեցության կանոններ։ Եվ ամենավերջինը անցնող 35 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ ձևավորվել է ինչ-որ չափով երկաթյա վարակույր, երբ որ իրանք ընդեղ են, մենք այնտեղ ենք եւ կա ռազմաճակատ, կա այդ առաջնակից։ Հիմա այս նախաձեռնությունը ինքը այլևս երկու անգամ այդ երկաթյա վարակույրի միջով անցել է։ Բավարար է սա խոսելու նրա մասին, որ երկաթյա վարակույրը սկսել է փլուզվել, չգիտեմ, մենք հաղթահարել ենք, ոչ, բնականաբար բավարար չի, բայց արդյոք սա քայլ է այդ ուղղությամբ, ես կարծում եմ, որ միանշանակ այո, քայլ է այդ ուղղությամբ, եւ ուզում եմ նորից կրկնել, որ մենք շարունակելու ենք մեր աշխատանքը այս ամենի ուղղությամբ։ Տիկին Սուլթանյան, համեցեք։ Շնորհակալություն հետաքրքրության համար եւ շնորհակալություն։ Գիտեմ, որ բոլորիդ հետաքրքրում է գերիների եւ պահվող անձանց խնդիրը եւ ցավում եմ, որ շատերը առանց սպասելու մեր արձագանքին եւ մեր պատմություններին շտապել էին հաստատել իրենց գոնե սոցիալական մեդիաներում, որ մենք այդ հարցը չենք բարձրացրել եւ մեզ քննադատում էին դրա համար, ցավում եմ, բայց շատ շտապել էին, որովհետեւ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ հարցը բարձրացրել էինք, ինչպես նաեւ պարոն Հաջիևի արչեւ ենք բարձրացրել հարցը։ Եվ ավելին ասեմ, որ ոչ մի սահմանափակում, ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից չի կիրառվել մեզ վրա, որովհետեւ մենք այս հարցը չբարձրացնենք։
Մենք բոլոր ծանոթ եք երևի, որ միջազգային ալցաններում կառույցներում մենք բարձրացրել ենք եւ պարբերաբար շարունակում ենք բարձրացնել այս հարցը եւ Կարմիր խաչի վերջերս բացակայության հանգամանքով պայմանավորված եւս մի ալիք այսպես նամակների գնացել է։ Այդուհանդերձ ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, կարելի է ասել, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած եւ մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն եւ հիմնավորել նրբանկատորեն, որպիսի արդյունքում կողմերի միջև առաջանա այսպես վստահության եւ փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ եւ կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների եւ այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Ես ավարտեմ իմ խոսքս ասելով, որ մենք մեր խմբի ազդեցության մասին ուռճացված պատկերացումներ չունենք։ Մենք մեր չափը, այսպես ասած, շատ լավ պատկերացնում ենք, բայց այդուհանդերձ բոլորս էլ համաձայն ենք, որ այս փոքրիկ այցի, հանդիպման, դեմ առ դեմ խոսակցությունների, զրույցների արդյունքում մենք երևի ավելի ենք նպաստում դրական լուծումներին, քան հակառակը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ինչպես գործընկերներս նշեցին, իրոք մենք գտնվում ենք երկխոսության գործընթացի մեկնարկային փուլում, ինչը բավական բարդ է, նաև հաշվի առնելով 35 տարվա հակամարտությունը, դրա ողջ զգայական շերտերը եւ բնականաբար մենք էլ քաջ գիտակցում ենք, որ այս գործընթացը բարդ է եւ արկա քննադատությունը, իհարկե կառուցողական քննադատությունը լիովին ընդունելի է մեզ համար, սակայն եթե դա այսպես էմոցիոնալ դաշտում չի տեղավորվում միայն։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանում քննարկումների արդյունքում թե ադրբեջանցի գործընկերների հետ, թե Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմից ընդգծվել է խաղաղության դիվիդենդների գաղափար, այսինքն որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը, երկու երկրների հասարակությունները իրենց մաշկի վրա զգան այդ խաղաղության կամ հաստատված խաղաղության, ինչպես հայտարարվում է, դրա օգուտները, դրա արդյունքները եւ բնականաբար բանակցություններ, քննարկումներ են ընթանում նաեւ այս ուղղությամբ տարբեր պրակտիկ ծրագրերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ մեր կողմից հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, այսինքն դրանցից է օրինակ ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանության բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա վերաբերյալ խոսելիս։ Միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք բարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրին։ Վերջին նման օրինակը Ազերթաջի հրապարակումն էր ռուսալեզու, որտեղ Երևանը Իրևան էր գրվել։ Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց եւ ադրբեջանական կողմը առնվազն համաձայն է գաղափարի հետ, որ այո, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, հռետորաբանության եւ տեղանունների խնդրին, փորձել հնարավորինս նվազեցնել նման դեպքերի, այնպիսի դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացասաբար ազդել նաեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ եւ նույն օրինակ Ազերթաջի վերաբերյալ առնվազն խոստում եղավ, որ կզրուցեն խմբագրակազմի հետ։ Այսինքն նման փոքր արդյունքները կարծում եմ բավական կարեւոր է հետագայում առաջ շարժվելու եւ փոխվստահության մթնոլորտը կառուցելու ուղղությամբ։ Ինչպես նշեցին գործընկերներս, ամենատարբեր զգայուն հարցեր քննարկել ենք եւ Տիկին Սուլթանյանն էլ ընդգծեց հատկապես գերիների հարցը եւ ելի հաշվի առնելով մեր հանրային արձագանքները կարծում եմ բավական կարեւոր է արձանագրել, որ առանց նմանատիպ երկխոսությունների կամ ընդհանրապես առանց բանակցությունների հումանիտար ցանկացած խնդրի կարգավորումը շատ ավելի դժվարանում է։ Նման երկխոսությունները հիմք են ստեղծում, այդ թվում նաև մյուս կողմի մոտ որոշակի պարտավորություն է ստեղծում, որպեսզի իրենց ներդրում ունենան նաև խաղաղության գործընթացում եւ բնականաբար այդ ներդրումներից մեկը վստահորեն կարող է դառնալ հումանիտար խնդիրների եւ մասնավորապես հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Եվ հետաբար ցանկացած ջանք, ցանկացած նախաձեռնություն հանրային, որը գոնե մեկ քայլ կարող է մոտեցնել այդ օրը, վստահաբար պետք է աջակցություն ստանա նաև հանրության կողմից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հիմա խոսքը փոխանցենք պարոն Նավասարդյանին։
Ես միանում եմ շնորհակալություններին, որ այդքան մեծ ուշադրություն կա մեր գործունեության նկատմամբ։ Գործընկերներս հիմնականում ասեցին եւ բովանդակությունը եւ նպատակը մեր այցելության եւ ընդհանրապես այս նախաձեռնության։ Ես ուղղակի ուզում եմ մի քանի ճշգրտումներ մտցնեմ հասկացությունների մեջ միգուցե։ Արդյոք քաղաքացիական հասարակություն է, թե քաղաքացիական հասարակություն չի երկու կողմից։ Արդյոք մենք ներկայացուցիչներ ենք, թե ներկայացուցիչներ չենք։ Արդյոք մենք պատվիրակություն ենք, թե պատվիրակություն չենք։ Երևի լրատվամիջոցներում անկախ նրանից թե ինչպես ենք մենք պատկերացնում, այդ բոլոր հասկացությունները կշրջանառվեն, կօգտագործվեն, բայց ես իմ պատկերացումը ասեմ, թե ես դա որպես ինչ եմ ընկալում։ Սա, գիտեք, արդեն այդ կոնֆլիկտաբանության մեջ մտել են տարբեր եզրույթներ, թրակ 2, թրակ 1.5, սա ակնհայտորեն թրակ 1.5 է։ Այսինքն դա ոչ թե քաղաքացիական հասարակության կամ փորձագիտական հանրության ներկայացուցիչների մաքուր նախաձեռնությունն է, որը որևէ կերպ չի համադրվում պետական քաղաքականության հետ կամ պաշտոնական գործընթացի հետ, սա համադրվում է պաշտոնական գործընթացի հետ եւ սա 1.5 է այն առումով, որ բնականաբար այստեղ կա օրակարգ, որը կիսվում է պաշտոնական կառույցների կողմից եւ Բաքվում եւ Երևանում։ Դա չի նշանակում, որ մենք այս հնգյակը եւ մեր այլ գործընկերները այլ գործունեությամբ, որը չի ենթադրում, ասենք, համադրումը մեր քայլերի պաշտոնական կառույցների հետ, չենք զբաղվելու, շարունակելու ենք, բայց նաեւ գնահատում ենք եւ միգուցե այս փուլում առավել կարեւոր ենք համարում հենց այդ թրակ 1.5-ը։ Հիմա մեր նախաձեռնությունը փաստորեն մի քանի օրով ավել է քան 1 ամսական։ Եվ շատ կարևոր է հասկանալ իսկ ինչ է փոխվել այս ժամանակահատվածի ընթացքում։ Մոտավորապես մենք ունենք երկու հիմնական ուղղություն մեր գործունեության առումով։ Առաջինը աշխատել որպես կոմունիկատորներ, այսինքն այն գաղափարները խաղաղության եւ հակամարտության հաղթահարման առումով եւ գործընթացում, որոնք կան մեր հասարակությունում, հնարավորինս փոխանցել մեր գործընկերներին Ադրբեջանում եւ փոխանցել պաշտոնական կառույցներին։ Նույն նպատակը ենթադրում եմ ունեն նաեւ մեր ադրբեջանցի գործընկերները։ Եվ մեզ համար կարևոր էր համոզվել, որ ոչ միայն երբ որ մենք այդ 1-1.5 օրվա ընթացքում քննարկում ենք եւ որոշակի փոխըմբռնման ենք հասնում, որ դա հասնում է նաեւ, ինչպես ասում են, վերևներին։ Եվ եթե Երևանյան հանդիպման ժամանակ մենք համոզվեցին, որ մենք իրար հասկանում ենք, այս Բաքվի այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ ինչ որ մենք խոսում ենք, տեղ է հասնում։ Անկախ նրանից, թե ինչպիսի արձագանք է գտնում, կան հարցեր, որտեղ արձագանքը ակնհայտ է եւ դրական է, կան հարցեր եւ Նաիրան ներկայացրեց, որոնք ընթացքում են, եւ միգուցե կան հարցեր, որտեղ մենք համաձայնության չենք հասնում։ Դա բնական է այդպիսի բարդ գործընթացում, ինչպիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումն է։ Հիմա ես նշեմ այն ուղղությունները, որտեղ մենք ակնհայտորեն հասել ենք փոխըմբռնման։ Առաջինը դա այն է, որ ներգրավելու է այս գործընթացի մեջ, կարգավորման գործընթացի մեջ այն ռեսուրսը, որ կա փորձագիտական հանրությունում եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Այսինքն լինելու են տարբեր ձևաչափեր, տարբեր միջոցառումներ, որտեղ այդ թվում նաեւ անկախ, այդ թվում նաեւ այլ կարծիք ունեցող փորձագետները ներգրավելու են եւ հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց առաջարկները եւ պատկերացումները։ Երկրորդը դա մեդիա ոլորտն է։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի լրատվամիջոցները եւ Ադրբեջանում եւ Հայաստանում հնարավորինս նպաստեն կարգավորման գործընթացից, դա չի նշանակում, որ իրենք պետք է ինչ-որ խնդիրներից խուսափեն։ Ոչ երբեք։ Բոլոր խնդիրները հակառակը հնարավորինս ինտենսիվ պետք է ներկայացվեն, բայց կարևորը որպեսզի չլինեն իրողությունների խեղաթյուրում։ Քանի որ դա հիվանդագին ինչ-որ ուղերձներ է հաղորդում ամբողջ գործընթացին եւ միայն խանգարում է դրան։
Եվ այդ առումով մենք բնականաբար քննարկել ենք ինչպես կարող ենք անել եւ դա արվելու է անպայման եւ մենք ակտիվորեն աշխատելու ենք լրատվամիջոցների հետ եւ ընդհանրապես երկրորդ ուղղությունը այդ մեր կոմունիկատորի ֆունկցիայի դա նաեւ որ բացի վերևներին ինչ-որ բան հաղորդելուց մենք նաեւ ներկայացնենք մեր հասարակությանը, թե մենք ինչ ենք անում, ինչին ենք հասել եւ ինչին ենք փորձում հասնել եւ մեր աշխատանքը լինելու է առավելագույնս թափանցիկ։ Դրանում կարող եք չկասկածել, որ լինելու են շփումներ եւ լրատվամիջոցների հետ, եւ քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ, եւ լայն հասարակության հետ, ամբողջ այդ ընթացքում։ Եվ եւս մեկ ուղղություն, որի շուրջ մենք համաձայնել ենք, որ այդ 5+5-ը չի մնալու 5+5, որ ընդարձակվելու է ֆորմատը, ներգրավելու են բոլոր այն մարդիկ, որոնք ունեն կառուցողական կրեատիվ գաղափարներ, եւ այն օրակարգը, որը կա այսօր նաեւ պաշտոնական մակարդակով, եւս ընդարձակվելու է մեր աջակցությամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ժամանակ ժամանակը, որը տրամադրվում է բանակցություններին, բավարար չէ, որպեսզի ամեն մի հարցին բավարար ուշադրություն դարձվի։ Դրա համար անհրաժեշտ է փորձագետների ներգրավումը, դրա համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը, եւ մենք որպես այս նախաձեռնության նախաձեռնողներ դրան առավելագույնս նպաստելու ենք եւ կարծում եմ արդեն մոտակա ամիսների ընթացքում դուք այդ ուղղության առումով կտեսնեք շատ լուրջ զարգացումներ, դրանում կարող եք չկասկածել։ Եվ վերջինը ինչ կուզենայի ասել, դա նա է, որ մենք ունենք մեր պատկերացումներ, ինչպես ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Եթե կան մարդիկ, կան քաղաքական ուժեր, կան փորձագիտական կառույցներ, որոնք ունեն ավելի լավ գաղափարներ, քան այս պահին տիրապետում ենք մենք դրա ամեն ինչին ուշադրությամբ հետևելու ենք եւ եթե տեսնելու ենք կառուցողական վերաբերմունք եւ շփումների առումով եւ բանավեճերի առումով պատրաստ ենք ցանկացած ձևաչափերի եւ ցանկացած երկխոսության։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Ավասարյան։ Հիմա առաջարկում խոսքը փոխանցենք պարոն Մելիքսյացյանին, ում խոսքից հետո արդեն պատասխանենք հարգելի լրագրողներ ձեր հարցերին։ Նորից շնորհակալություն։ Ես կանդրադառնամ երևի երկու թեմաների։ Առաջինը ինձ հետաքրքրող կոմունիկացիաների թեման է, որի մասով շփվել ենք նաև ադրբեջանցի այդ գոլեգաների հանդիպումների ընթացքում։ Իմ կարծիքով մենք ոչ շփումները օգտակար են, որովհետև մենք ավելի լավ ենք հասկանում ինչ է պատկերացնում հակառակ կողմը, ինչ ենք ուզում մենք եւ դրա արդյունքում նաև ինչ ենք կարող անել մենք, Առաջին հերթին կապված թրիպի հետ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի համար այնինչ հասկացվեց դա Նախիջևանի հետ կապի առաջնահերթությունն է եւ բոլոր այլ տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրը կապված է հենց այս հարցի հետ ու նաեւ մի կարեւոր հանգամանք նաեւ կայանում է նրանում, որ Ադրբեջանը նաեւ կառուցելու է այլընտրանքային ճանապարհներ, ասենք նույն Իրանի տարածքով Նախիջևանի հետ կապ ապահովող այդ ճանապարհը, որը 5 տարի է հանձնվելու, այսինքն ադրբեջանական մոտեցումը ունենալ տարբեր կոմունիկացիաներ, ունենալ տարբեր այլընտրանքներ եւ այստեղ պետք է նշել արդեն որպես արդյունք այդ հանդիպումների եւ քննարկումների նաեւ հայկական կողմի պատկերացման պետք է դրսեւորի նմանատիպ մոտեցումներ։ Այստեղ կան, ինչպես գիտեք, երկաթուղու գաղափարը, կա մալուխների, էլեկտրագծերի, գազատարի, հավանաբար նաև նավթատարի գաղափարը, որ կարող է անցնել Հայաստանի տարածքով եւ տեղավորվում է թրիպ շրջանակներում, քննարկում են երկաթուղային օրինակ տարբեր այլ ուղիների հնարավորությունները, բայց այստեղ առաջանում են տարբեր հարցեր, ինչպես նշեցի, առաջնահերթայինը դա հենց Նախիջևանի հետ կապն է ադրբեջանական կողմի համար ու պետք է ասել, որ սա նաև իմ տպավորություններն է, որ ես միշտ ունեցել եմ եւ այս շփումների ընթացքում հաստատվում են ադրբեջանական կողմի ընկալում այն է, որ Հայաստանը այս գործում դանդաղաշարժ է, իհարկե մենք փորձում ենք նաև ցույց տալ, որ կան օբյեկտիվ հանգամանքներ, ինչու է դա կատարվում, բայց այս հանգամանքը նույնպես պետք է նշել եւ սա նաև որոշակի ինֆորմացիոն լարվածությունների առիթ է տալիս հակառակ կողմից։
Մյուս կողմից նաև դելիմիտացիայի դեմարկացիայի հետ կապված մենք գիտենք, որ պարբերաբար առաջանում են նույնպես խնդրահարույց թեմաներ, այստեղ այս շփումները հնարավորություն տվեցին ինձ նաև հասկանալ, որ այնուամենայնիվ այն պայմանավորվածությունները եւ այն ընկալումը, որ ձևավորվել է 2024 թվականի օգոստոսի 31-ի կանոնակարգի շրջանակներում, իրենք մնում են ակտուալ եւ իրենք ենթադրում են, որ բոլոր հարցերը պետք է լուծեն քայլ առ քայլ եւ բարդ հարցերը պետք է լինեն վերջին փուլին, հա, որովհետեւ այս թեմաները բարբերաբար մեր մոտ ակտուալանում են, սկսում են քննարկել նաեւ նույն անկլավների օրինակ թեման եւ այլն, եւ ես կարծում եմ պետք է շեշտել, որ այս սկզբունքները մնում են որպես հիմնարար սկզբունք եւ այստեղ այս ինֆորմացիոն դաշտի տատանումները արդեն ինչ որ այլ թեմաների հետ են կապված կամ այլ գործոնների։ Հայաստանում նաև պետք է նշել, որ երկաթուղիների հարցում քննարկումների հակառակ կողմի համար որոշակի խնդրահարույց թեմա է նաև հարավկովկասյան երկաթուղու խնդիրը, հա, եւ դրա հետ կապված հնարավոր ինչպես են հնարավոր լուծումներ, հա, միջպետական, եթե կա նաև այդ կոնցեսիայի գործոնը, սա որպես խնդիր ուղղակի ես բարձրացնեմ ու անցնեմ երկրորդ մասին, հումանիտար այս այցերը շատ կարևոր են իմ պատկերացմամբ եւ ադրբեջանական կողմի համար եւ մեր համար, որովհետեւ եւ Հայաստանի վերլուծաբանները, լրագրողները, քաղաքասարակության ներկայացուցիչները եւ նույն Ադրբեջանում իհարկե մենք բոլորս ապրում ենք քարոզչական փուչիկով, մենք ընկալում ենք հակառակ կողմը քարոզչությամբ։ Ես մոտ 10 տարուց ավել հետաքրքրում եմ Ադրբեջանով, ես բավականին լավ գիտեմ Ադրբեջանի աշխարհագրությունը, տարբեր, ասենք, ներքին կյանքի հետ կապված դրվագներ, բայց այս այցելությունների ընթացքում եւ իրենք են դա նշում մեր նկատմամբ եւ ես պետք է նշեմ, որ մենք իսկապես մեր այս ինֆորմացիոն դաշտը հիմնականում ստեղծում է քարոզչական փուչիկ եւ որ դու առնչվում ես այլ իրականության հետ, սա շատ կարեւոր է, որ մենք տեսնում ենք այլ պատկեր եւս եւ իմ կարծիքով մենք շատ երկար ճանապարհ պետք է անցնենք նաեւ հասկանալու ոչ ինֆորմացիոն դաշտից դուրս երկրները Հայաստանը եւ Ադրբեջանը, որովհետեւ այնուամենայնիվ այն իրականությունը, որ ներկայացնում են լրատվականները եւ այն իրականությունը, որ կա 3 միլիոն Հայաստանում եւ 10 միլիոն Ադրբեջանում, դրանք տարբեր իրականություններ են։ Այստեղ ես պետք է նաեւ նշեմ, որ այս տպավորությունը նույնպես կապված է հումանիտար ասպեկտի հետ եւ ադրբեջանական կողմը հետաքրքիր է ընկալում է այս հակամարտության իրենց որպես զոհ եւ դա իրենց հասարակության համար է այս ընկալումը եւ մենք ենք այդպես ընկալում եւ չենք պատկերացնում այն վնասը, որ մենք պատճառել ենք ամենքս հակառակ կողմին, հա, սա նույնպես խնդիր է, որ շատ երկար եւ շատ բարդ գործընթաց է, որ մենք սկսենք հասկանալ իսկապես այս հակամարտության հետևանքները երկու երկրների համար եւ այստեղ կան բազմաթիվ դժվարություններ կապված հենց խաղաղության գործընթացից, կապված հասարակության ներքին զարգացումներից, հա, կապված նույնիսկ այս մոդելից հակամարտության, որ մենք ունենք, որովհետեւ 1918-1920 թվականներին Ադրբեջանի տարածքում նույնայն Բաքվի կոտորածների ժամանակ մենք ունենք մոտ 20,000 զոհ Բաքու քաղաքում հայերից, բայց միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանում մենք ունեցել ենք 2 տասնյակ հայ падգամավորներ, հիմնականում հայ հեղափոխական դաշնակցության կուսակցությունից, եւ այդ մարդիկ շարունակել են մինչեւ Ադրբեջանի անկախության վերջը եւ Հայաստանում մենք ունեցել ենք օրինակ ադրբեջանցի падգամավորներ Հայաստանի խորհրդարանում, այսինքն եղել է շատ ավելի արյունալի, շատ ավելի ծանր կոնֆլիկտ այն ժամանակ, բայց միաժամանակ եղել են падգամավորներ, եղել է քաղաքական երկխոսություն եւ այդ պայմաններում այս արձագանքն է ինձ համար, այս ես ուզում եմ արձագանքներին անդրադառնալ։ Մենք ստեղծել ենք մի այնպիսի տոտալ հակամարտություն, որ շփումները, այցերը ընկալվում են որպես ինչ-որ դիվերսիա, ինչ-որ թշնամական ակտ, ինչ-որ դավաճանություն։ Սա միակ ճանապարհն է, եթե մենք չենք ուզում, որ կոնֆլիկտը շարունակի այն տրամաբանությունը, որը ենթադրում է, որ հետագայում մենք ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք, որ դրա հետևանքները հաղթահարենք, մենք պետք է ինչքան հնարավոր է շուտ հենց սկսենք այս շփումները։ Ընդ որում իհարկե սկզբնական շրջանում այս շփումները լինելու են ծանր, այս շփումները ունենալու են խնդիրներ, բայց մենք կորցրել ենք 30 տարի ստեղծելով տոտալ հակամարտության մոդել, որը չկա հետխորհրդային ոչ մի տարածաշրջանի կոնֆլիկտի պարագայում նույնպես պետք է նշել։ Ոչ օսվրացական կոնֆլիկտում ասա եղել, ոչ
աբխազավերացական, ոչ առավել եւս մերձդնեստրյան, մենք գիտենք այնտեղ մարդիկ ուղղակի հատում են ազատ սահմանը եւ այլն, եւ այստեղ իհարկե երկու կողմերն էլ ունեն այդ պատասխանատվությունը եւ հիմա մեզ նշում են, որ հայկական կողմը հիմա թույլ դիրքերում է եւ չպետք է գնա այս քայլերին, 94 թվականից հետո հայկական կողմը ուժեղ դիրքերում էր եւ ինչու չգնաց այս քայլերին, որովհետեւ եթե այն ժամանակ այս նույն ընթացքը սկսած լիներ, իմ կարծիքով մենք հիմա ավելի հեշտ այս ամենը կարող ենք կատարել։ Սրանք հարցեր են, որ առաջանում են նաեւ որպես ինքնարեֆլեքսիա, օրինակ մենք այցելեցինք Բաքվի հայոց միակ մնացած Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ հիմա գրադարան է, գրքերի պահեստ է, այնտեղ կան նաեւ բավականին արժեքավոր հայ լեզու նմուշներ գրքերի եւ այնտեղի աշխատող օրինակ Հայաստանից ադրբեջանցի կիներ, որ ծնվել էր Երևանում, շատ լավ խոսում էր հայերեն եւ ակնհայտ այդ մարդու հետ շփելիս ես հասկացա, որ ինքը ունի նոստալգիա եւ կարոտ այն բնակավայրի նկատմամբ, որտեղ ինքը ծնվել է եւ մեծացել է եւ հետաքրքիր է ինչը հիմա ու ինչպես է փոխվել իր թաղամասը եւ այլն ու այս մեր կոնֆլիկտի հետևանքներից մեկը նաեւ 100,000-ավոր մարդիկ են երկու կողմից էլ, որ նման կորուստներ ունեն եւ կոնֆլիկտի հետևանքներից նաեւ մեկը այն է, որ մենք իրենց միշտ այդ դեհումանիզացիայի արդյունքում ընդհանրապես այս մարդկանց ճակատագիրը մեզ չի հետաքրքրել, որովհետեւ մենք միշտ հիշել ենք մեր նույն մարդկանց, իրենք հիշել են իրենց եւ հարցը փակվել է, բայց ես ինձ համար այս հարցը որպես մի մարդու, որ փորձում եմ հասկանալ ինչու է այսպես կատարվել եւ ինչու է մեր կոնֆլիկտը այսքան արյունալի ու այսքան անմարդկային, ես կասեի, ինձ համար խնդիր է այս մարդը ինչ որ վտանգ ինձ ներկայացրել է, հա, հենց այս մարդը, կոնկրետ մարդու ճակատագիրը, որ մենք ունենք այսպիսի հետևանքներ եւ այն հայերը, որ ապրել են Բաքվում, արդյոք նմանատիպ վտանգ ներկայացրել են իրենց համար, լինելով այդ հասարակության մաս, հա, տիրապետելով լեզվին եւ այլն։ Այս հետևանքները իմ կարծիքով մենք հասկանալու կարիք ունենք, որովհետեւ կոնֆլիկտը, ինչպես ես ասի, քարոզչական մի դաշտ է ստեղծել, որտեղ իր հիմնական պատճառները ու հիմնական դրսևորումները մենք մոռանում ենք եւ գնում ենք հետևանքների հետևից։ Շնորհակալություն։ Պարզապես դուք խոսեցիք սահմանազատումից, կարծես թե այս հարցի հետ կապված ասացիք կա, եթե ճիշտ եմ ձեզ մեջ բերում, բարդ հարցերը մնան վերջում։ Խնդրեմ մի քիչ հստակեցնեք, ինչ է սա նշանակում, իրենց պատկերացմամբ, որոնք են այդ բարդ հարցերը եւ մեր պատկերացումը այս առումով որն է եղել, որ փոխանցվել է։ Մյուս հարցերն էլ ուզում եք միանգամից ասեք, որ մյուս հարցը շատ լավ լսում եմ։ Հաջորդ հարցը գերիների հետ կապված Սուլթանյան դուք արտագանքեք կամ Նավասարդյան գուցե դուք ըստ բարձրակետների հանանում, բայց ցանկություն էր հայտնվել ձեր կողմից տեսնել հայ գերիներին, փոխանցվել է արդյոք ենթադրեցի ձեր խոսքից, որ փոխանցվել է ամեն դեպքում ցանկությունը, ինչպիսին է արձագանքը, կոնկրետ ինչ հիմնավորմամբ է մերժել տեսակցությունը եւ դուք Տիկին Սուլթանյան ասացիք, որ մոտավոր եմ հուշում, դուք ասացիք, որ կոնկրետ հարցերը քննչեցրել, փորձել եք դիվանագիտորեն հարցը բարձրացնել, կխնդրեի դուք էլ մանրամասնեք կոնկրետ ինչ ձևակերպումներով եւ ինչ հարցեր են բարձրացվել հաջորդ հանդիպման ժամանակ գերիների վերադարձի հեռանկարի հետ կապված, թե առհասարակ ոնց է եղել ձեր ձևակերպումները եւ ինչպիսին է եղել արձագանքը մի փոքր մանրամասներով։ Սկսեմ ես։ Բարդ հարցերը իհարկե դրանք, ասես, եթե բացենք փակագծերը եւ նաեւ հարցեր կա, որ ուղղակի չես քննարկում, բայց հասկանում ես ինչի մասին է խոսքը, դա առաջին հերթին անկլավների, եռանկյունների եւ սահմանի հետ կապված այդպես նմանատիպ խնդիրների մասին է եւ սա լրիվ տեղավորվում է այն մոտեցումների եւ ձևավորումների մեջ, ձևակերպումների մեջ, որ կար 2024 թվականի նշված կանոնակարգի եւ նաեւ դրանից առաջ ընթացած այդ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատման արդյունքներում ու ես կարծում եմ սա կարևոր է, որովհետև սա նաև ենթադրում է եւ սա բխում է անմիջապես նաև հակառակ կողմի արձագանքից, որ եթե կան անկլավներ Հայաստանի տարածքում կա Արցախի խնդիր, մենք պետք է հասկանանք, որ այս
այստեղ չկա ինչ-որ մեր մոտ, սա սպեկուլացվում է այս թեման, որ չի ճանաչվում Հայաստանի ինչ-որ տարածքները կամ այն տարածքները, որ նաև 2021-22 թվականին են գրավել եւ այլն, այն քարտեզը, որ դուք նայում եք, որի վրա կա նշված Արցախեն, որի վրա ջերմուկից մի քանի կիլոմետր հեռու նույնպես Հայաստանի տարածքն է, որտեղ հիմա ադրբեջանական բանակի դիրքերն են, նույն քարտեզով կան նաև այլ անկլավներ եւ կան այլ տարածքներ եւ այստեղ կան տարբեր նաև լուծումներ իհարկե, բայց բոլոր այս լուծումները ենթադրում են առաջին այս ունիվերսալ հիմքը, երկրորդը, որ ավելի բարդ խնդիրները այնուամենայնիվ հենց սահմանազատման գործընթացի վերջնական փուլին են վերաբերվում եւ պետք է լուծվեն այլ հարցեր եւ իհարկե փոխվստահության ավելի կայուն մթնոլորտ ստեղծվի եւ արդեն հիմա գնում են նաեւ որոշակի պրակտիկ այլ լուծումներ, որոնք կարող են ակտիվացնել նաեւ անմիջական կապերը երկու երկրների միջև հիմա սա արդեն պաշտոնական թրեկին է վերաբերվում եւ տեսնենք ինչ արդյունքներ կլինեն։ Շնորհակալություն։ Ճշտում պարոն Սեթյան, ես ճիշտ հասկացա, դուք այս թվակած հարցերը ասում եք, որ իրենց պատկերացմամբ պետք է մնա սահմանազատման գործընթացի ավարտական փուլում։ Այո, քանի որ իրենք հենց բարդ հարցերն են, իրենք մնում են սահմանազատման ավարտական փուլում։ Իսկ process-ը ինչու առաջ չի ընթանում։ Process-ի առաջ ընթանալը կապված է կոմունիկացիաների նոր այս թեմայի հետ, բայց իրականում աշխատանք գնում է, այսինքն հանձնաժողովները աշխատում են եւ ասեն իրագործման փուլը արդեն հետագա հաջորդ փուլն է, հա, բայց հենց մշակումները, այդ հստակեցումները եւ այլն, այսինքն չի կանգնած, որպես աշխատակազմերի այդ հանձնաժողովների աշխատանքը ընթանում։ Այս ավելացնել նաև սահմանազատման մեթոդաբանության մասին իմ պատկերացումները, երբ մենք ասում ենք, որ դժվար հարցերը վերջում, դա չի նշանակում, որ եթե այդ դժվար հարցերը հանկարծ հեշտ հարց դառնան, նրանք չեն կարող առաջ ընկնել։ Այսինքն, երբ որ գտնվելու է modus operandi կապված անկլավների հետ, չի բացառվում, որ այդ հարցը հենց առաջ գնա եւ ամենավերջում չթողնվի։ Այս պահին լուծումները դեռ չկան, նրանք քննարկվում են եւ այդ պատճառով դա որպես դժվար հարց առայժմ չպետք է լինի օրակարգում եւ մենք նշել ենք, որ եթե օրակարգում չեն բանակցային գործընթացի, ավելի լավ է այդ հարցերը ընդհանրապես չհնչեցնել հանրային դաշտում, որտեղ դա կարող է մթնոլորտ ստեղծել ամբողջ սահմանազատման գործընթացի առումով բացասական եւ խանգարել մյուս հարցերի լուծմանը եւ այդ առումով ունենք լիակատար փոխհմբռնում, պետք է ասեմ։ Ինչ կապված է գերիների հետ, ամեն դեպքում ստեղ կան առաջնահերթություններ, հա։ Տեսակցելը առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև մենք այդ հարցը Երևանում բարձրացրել ենք։ Մեզ համար կարևոր է, որ վերադարձի առումով լինի առաջընթաց։ Եվ հիմնականում այդ հարցին է անդրադարձ եղել նաև ադրբեջանական կողմի։ Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ եւ ոնց եւ ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ։ Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, ես չի ուզենա դրանց մասին խոսել, բայց պետք է նաեւ մենք հասկանանք մի բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաեւ հակառակ նշանով ադրբեջանական հասարակությունում, որ իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը, ասենք, Ադրբեջանի համար ցավ է, ադրբեջանական հասարակության համար։ Եվ անգամ եթե դա օբյեկտիվ պատկերացում չի, դա ազդեցություն է թողնում գործընթացի վրա։ Եվ այդ ուղղությամբ պետք է աշխատել, եւ այդ պատճառով կարևոր է եւ լրատվամիջոցների համարժեք adekvat աշխատանքը, դրա համար անհրաժեշտ է փաստերի ստուգման գործընթացը, որի շուրջ մենք նույնպես պայմանավորվել ենք եւ այդ փաստերը կարող են վերաբերել եւ այդ գերիների դերի հետ կապված հակամարտության շրջանակներում, որտեղ այստեղ էլ բազմաթիվ առասպելներ կան եւ ընդհանրապես իրավական գործընթացի հետ ոչ մի առնչություն չունեցող մոտեցումներ եւ գնահատականներ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա քաղաքական process է ավելի շատ, քան իրավական process։
Եվ եթե մենք կարողանանք նաև փաստերի ստուգման, լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ, քաղաքասարակության շփումների շնորհիվ դա բերենք հնարավորինս իրավական դաշտ եւ ազատել քաղաքական էմոցիոնալ վերաբերմունքից, այդքան խնդրի լուծումը ավելի դյուրին եւ իրատեսական կլինի։ Մնացածը, պարոն Ավասարյան, այսինքն առաջնահերթություն չէ դա ձեռնարկաբանությունը տեսակցել առաջնահերթություն չէ։ Իրենց մերժումը, այսինքն դուք մերժում ստացել եք պաշտոնապես իրենց իրավասու։ Եթե դա չի առաջարկվել որպես ծրագրի մաս, նշանակում է մերժվել։ Որտեղ մեզ առաջարկվել է օրակարգ մեր այցելության, մենք դրա վերաբերյալ ունենք որոշ մեկնաբանություններ եւ քանի որ առաջարկի մեջ չկար տեսակցությունը, թեև մենք այդ ցանկությունը հայտնել ենք, դա նշանակում է այդպես պարկեշտ մերժում։ Իսկ ձեր քննարկումներում, այսինքն արդեն այնտեղ մենք հիմնականում քննարկում ենք վերադարձի հնարավորությունը, քանի որ դա է առաջնահերթությունը։ Ես այստեղ մի բան հավելեմ այս թեմայով կներեք, էլի, վերադարձի հետ կապված, ես ուզում եմ արձանագրել, որ նախ մենք նույնիսկ այսպեսի առաջարկ ենք արել, որ քանի որ մենք ինքնաթիռով ենք եւ ինքնաթիռով ենք վերադառնում, եթե հնարավորություն կա մեր հետ մարդիկ վերադառնան գերիներից, ես ուզում եմ ասել, որ այդտեղ այնպես չի, որ այդ մեր առաջարկները եւ այդ մեր գաղափարները մերժվել են։ Դրանց վերաբերյալ ֆորմալ, եթե ես ասեմ, թե մենք ինչ պատասխան ենք ստացել, որ այս գործընթացը ընթացքի մեջ է։ Այսինքն, այստեղ ոչ կա դրական պատասխան, ոչ կա բացասական պատասխան։ Ավելի շատ երևի թե պատասխանն է, որ պատասխան այս պատմության պետհարցին չկա։ Դա այդ թեմայով, բայց այստեղ նաև մի բան եմ ուզում արձանագրել, որտեղ սա նույնպես շատ քննարկվեց։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ մեր այցը քայլ առաջ էր գերիների հետ կապված հարցի լուծման ուղղությամբ։ Այո, մենք այս պայմանությամբ ձեզ ներկայացնելու արդյունքներ չունենք, բայց իմ խորին համոզմամբ մեր այցը քայլ առաջ է եղել այդ process-ի մեջ եւ այդ process-ի բարեհաջող ավարտի ուղղությամբ։ Տիկին Սուլթանյան համոզում։ Եվ կներեք չմոռանանք, որ ընդամենը 1 ամսական է մեր նախաձեռնությունը։ Եվ չմոռանանք, որ 1 ամսական է մեր նախաձեռնությունը։ Հարցը բարձրացնելը մեծ հերոսություն չէր, ոչ էլ մեծ բարդություն, հա։ Մենք այնքան ենք այդ հարցը բարձրացրել, որ անգամ իրենց ներկայությամբ խնդիր չէր հարցը բարձրացնել։ Մենք խնդիր ենք դրել որպես խումբ, խոսել այս մասին այնպես, որ իրենք ավելի լավ պատկերացնեն, թե ինչու է երկու կողմերի շահերից բխում այս խնդրի լուծումը, եւ ինչու այս խնդիրը այլևս չի տեղավորվում խաղաղության գործընթացի տեմպի անգամ հետ, հա։ Եվ այդ էր պատճառը, որ մենք չփորձեցինք օրինակ փոխադարձ մեղադրանքների, փոխադարձ ճնշման սպառնալիքի կամ անհուսության ինչ-որ խնդրանքի տեսքով, հա, մենք փորձեցինք սա ավելի տեղավորել խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ հասկանալի լինի, որ եկեք այս հարցը լուծենք, շարժվենք առաջ։ Ամեն դեպքում կարծում եմ այո։ Ինքը ասաց, որ քայլեր անում են, անընդհատ հավաստիացնում էր, որ կա ակտիվ բանակցային գործընթաց այս ձեր ուզածի հետևում։ Այո, Ես առաջարկում եմ մշակողներին հնարավորություն տանք հարցեր տալու, մենակ մի հավելում եմ ուզում անել հնչածին։ Հարգելի գործընկերներ, պարոն Ավասարյան ինչպես մի քանի անգամ նշեց, որ գործընթացը դեռևս 1 ամսական է, մենք դեռևս նախնական փուլում ենք, ես ուզում եմ մի այսպես հավելում էստեղ անել, մենք նախատեսում ենք անել պրոյեկտներ համատեղ։ Մենք նախագծերի շուրջ ենք հիմա քննարկումներ իրականացնում։ Պարոն Ավասարյանը այսպես ուղղությունները ասաց այդ պրոյեկտների։ Մի ուղղությունն էլ է մեդիա ոլորտում նախատեսվող նախագծերը, երկրորդ ուղղությունը փորձագիտական ոլորտում եւ այսպես շարունակ։ Այսինքն ապագայում դուք տեսնելու եք ըստ էության ոչ միայն այցեր, այլ նաեւ բավականին կոնկրետ նախաձեռնություններ, պրոյեկտներ, որոնք որ մենք անելու ենք համատեղ։